Ինչպես ներկայացնել հայրության ճանաչման առցանց դիմում։ Այցելեք eServices Mojo.am հարթակ և քաղաքացիական կացության գրանցումներ բաժնից ընտրեք ցուցադրել բոլորը։ Ընտրեք հայրության ճանաչման պետական գրանցում ծառայությունը։ Մինչև առցանց դիմելը հավելյալ տեղեկատվություն բաժնում խնդրում ենք ծանոթանալ հայրության ճանաչման պետական գրանցման համար անհրաժեշտ կարգերին և պայմաններին։ Սեղմեք դիմել առցանց։ Համակարգը ձեզ կվերահասցագրի «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ։ Ազգային նույնականացման հարթակում անհրաժեշտ է նույնականացվել խիստ նույնականացման բջջային կամ սովորական քարտով։ Մուտքագրեք բջջային նույնականացման հեռախոսահամարը և սեղմեք մուտք։ Բջջային հեռախոսահամարում մուտքագրեք ձեր գաղտնաբառը։ Մուտքից հետո համակարգը ձեզ կվերահասցագրի eServices Mojo.am հարթակ։ Մինչև դիմումը լրացնելը խնդրում ենք ծանոթանալ ձեր անձնական տվյալների մշակման կարգին և պայմաններին։ Սեղմեք լրացնել դիմումը։ Դիմորդի էջ բաժնի Էլ-Փոստ և հեռախոսահամար դաշտերում լրացրեք այն հեռախոսահամարն ու Էլ-Փոստը, որոնք ձեզ մշտապես հասանելի են։ Պետական մարմինը ծառայության արդյունքը ձեզ ուղարկելու է նշված Էլ-Փոստին։ Ակտային գրանցումներ բաժնում ցուցադրվում են այն ծննդյան ակտերը, որտեղ դուք հանդիսանում եք միայնակ մայր։ Ընտրեք ցուցադրվող տեղեկատվությունը այն հաստատելու համար և սեղմեք հաջորդ էջ։ Հոր տվյալներ բաժնում ձեռքով լրացրեք ձեր կողմից երեխայի հայր հայտարարվող քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը և հանրային ծառայության համարանիշը։ Բոլոր տվյալները լրացվում են բացառապես հայերեն լեզվով։ Հայրության ճանաչման ընթացքում հնարավոր է փոխել երեխայի ազգանունը և հաշվառման հասցեն, ինչպես նաև երեխայի ազգությունը։ Երեխայի ազգանունը, հաշվառման հասցեն և ազգանունը կարող են լինել բացառապես կամ հոր կամ մոր տվյալների հիման վրա։ Տվյալների ստուգում բաժնում համոզվեք լրացված տվյալների ճշգրտությանը և սեղմեք հանձնել։ Հավաստումներ էջում հաստատեք կեղծ տեղեկությունների տրամադրման դեպքում պատասխանատվության մասին տեղյակ լինելու հավաստումը և հոր համաձայնության մասին հավաստումը։ Հայրության ճանաչման դիմումի դեպքում ստորագրվում է երկու ծնողի կողմից։ Առաջին հերթին ստորագրում է դիմումատուն։ Սեղմեք ստորագրել։ Համակարգն այս դեպքում ձեզ կվերահասցագրի էլեկտրոնային ստորագրության հարթակ։ Սեղմեք ստորագրել։ Ընտրեք ձեզ հարմար ստորագրության տարբերակ և սեղմեք ստորագրել։ Ստորագրության ավարտին համակարգը ձեզ կցուցադրի փաստաթուղթը հաջողությամբ ստորագրվեց հաղորդագրությունը։ Փակեք պատուհանը և վերադարձեք ծառայության էջ։ Սեղմեք թարմացնել հղումը և համակարգը կհաստատի ստորագրության վավեր լինելը։ Մյուս ծնողին կարող եք տեղեկացնել Էլ-Փոստով։ Սեղմեք տեղեկացնել բոլորին և դիմումատուի տվյալներում լրացված Էլ-Փոստով կամ նախընտրելի որևէ այլ Էլ-Փոստի հասցեով տեղեկացրեք երեխայի հորը ստորագրության պահանջի մասին։ Վայրկյաններ անց մյուս ծնողը կստանա Էլ-Փոստ փաստաթուղթ ստորագրելու հայտ անվանմամբ։
որում ներառված կլինի ստորագրության հղումը։ Սեղմեք ստորագրության հղումը և ծանոթանալով դիմումում լրացված տվյալներին սեղմեք ստորագրել։ Մյուս ծնողի հետ կողմից ստորագրելուց հետո ևս մեկ անգամ սեղմեք թարմացնել և երկու ծնողի դրական ու վավեր ստորագրության առկայության դեպքում սեղմեք հանձնել կոճակը։ Ձեր դիմումը հաջողությամբ հանձնվել է։ Վայրկյաններ անց կստանաք դիմումի ընդունման ծանուցում, հայրության ճանաչման պետական գրանցում վերնագրով էլեկտրոնային փոստը, որում ներառված կլինի նաև ձեր դիմումը։ Ուշադրություն դարձրեք, որ դիմումի հանձնումից հետո նույն աշխատանքային օրը ձեզ էլեկտրոնային փոստով առաքվելու են նաև հայրության գրանցման և նոր ծննդյան վկայականները։ Շնորհակալություն։